Մենք կարող ենք ծրագրել վաղվա օրը, հաջորդ ամիսը, նույնիսկ տարիները, բայց կյանքում կան բաներ, որոնք չեն սիրում սպասել, եւ դրանցից ամենակարևորը առողջությունն է։ Ես այսօր մեկ գավաթ սուրճ եմ հրավիրել Նորք Մարաշ բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Վրեժ Հովակիմյանին։ Մարդ, ով ամեն օր գործ ունի կյանքի ամենաթանկը փրկելու հետ։ Բարի երեկո, պարոն Հովակիմյան։ Բարև ձեզ, Տիկին Մկրտչյան։ Շատ շնորհակալ եմ, որ դուք կարողացաք գտնել ժամանակ եւ վերջապես հայտնվել մեզ մոտ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ համոզված եմ, որ շատ հետաքրքիր զրույց կունենանք։ Այս երեկո դուք մեզ հետ եք։ Առհասարակ, երբ է սկսվում երեկոյի ձեր համար նախատեսված հատվածը եւ որտեղ եք ընդհանրապես լինում երեկոները։ Քանի որ իմ մասնագիտությունը չի ճանաչում ժամային ոչ մի գրաֆիկ, ինչպես շատ եւ շատ վիրաբույժների, քանի որ կան շատ ոչ պլանային շտապ վիրահատություններ, պես որ երեկոյի սկիզբը եւ ավարտը միշտ անկանխատեսելի է, ինչպես եւ կարող եմ ասել օրվա սկիզբը, որպես կանոն, կարծում եմ բոլոր աշխատող վիրաբույժների մոտ օրը մեծիմասամբ պլանավորված չէ, ինչպես եւ իմը։ Օրը առավոտվաղ արդեն սկսվում է հիվանդանոցում։ Արդեն երկար տարիներ աշխատանքային օրը սկսվում է 8:30-ից, այսինքն վիրահատությունները սկսվում են 8:30-ից, հիվանդանոցում եմ լինում արդեն 7:30-ից սկսած, ու դա ունի իհարկե շատ մեծ առավելություն, չեմ առնչվում քաղաքի խցանումներին եւ իմ համար նաեւ մեկ կարեւոր բան եմ նկատել, որ ոնց որ թե տարվա եղանակներին, ու եղանակը միշտ նույնն է, առավոտյան շատ շուտ գնում եմ աշխատանքի, շատ ուշ երեկոյան վերադառնում եւ չեմ հասկանում օրը եղել է արևային թե ոչ, անձրև է եղել թե ոչ, բայց հիվանդանոցում եւ վիրահատանում միշտ, այսպես ասեմ, ճակերտավոր լավ եղանակ է, բարենպաստ եղանակ է։ Եվ որքան մեծանում է պատասխանատվությունը, այնքան փոքրանում է այդ ժամանակը, չէ՞, ձեր համար նախատեսված։ Իհարկե, մասնագիտական փորձի ձեռքբերման զուգահեռ ավելանում են նաև պացիենտների քանակը, ավելի բարդ վիրահատությունները եւ հետեւաբար կրճատվում է ազատ ժամանակը, ընտանիքի հետ անցկացնելու ժամանակը, բայց միևնույն ժամանակ ես ինձ համար մեկ կարևոր կոնցեպտ եմ որդեգրել, որ շատ կարևոր է թիմ գաղափարը եւ ինչքան եւ մասնագիտական առումով եւ փորձառության առումով կայացած է լինում թիմը, իմ շրջապատի մարդիկ, այնքան ին վրայի ծանրաբեռնվածությունը որոշակի թեթևանում է եւ հիմա մեր թիմը կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքի մեջ է եւ վերջին գոնե 1 տարին փորձառու թիմի համալրման զուգահեռ իմ մոտ հայտ է եկել որոշակի ազատ ժամանակ, հուսով եմ այդ ժամանակը գնալով կավելանա։ Դա կյանքի օրենքն է, սկզբում դու տալիս ես կյանքին, հետո կյանքը քեզ վերադարձնում է։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ ու միևնույն ժամանակ կարծում եմ, որ որոշակի փոփոխության է ենթարկվել նաեւ իմ սեփական փորձառությունը, քանի որ նախկինում եթե կային վիրահատություններ, որ կատարվում էին մի քանի ժամ ավել, քան հիմա, փորձի ձեռքբերման զուգահեռ ավելի լավ պլանավորման, ավելի լավ թիմային աշխատանքի շնորհիվ այդ ժամանակը կրճատվել է։ Իհարկե այդ ամենը խլել է շատ էներգիա, շատ էմոցիաներ, բայց հուսով եմ ապագայում դրանք հետ կվերադառնան։ Ոչ պլանային դեպքեր, անհետաձգելի վիրահատություններ 24/7 գրաֆիկ։ Դուք ձեր ընտանիքում առաջին բժիշկն եք եւ բժշկի կենսակերպը այդ 24/7 ռեժիմով ձեզ դժվար թե ծանոթ եղած լինի։ Այ երբ երթում եք տալիս Հիպոկրատին, այս ծանրությունը պատկերացնում եք։ Իմ ընտանիքում չեն եղել բժշկական ոլորտին առնչվող մարդիկ, սակայն հայրս շուրջ 30 տարվա զինվորական է, սպա եւ ես որոշակի տեսնելով իր գրաֆիկը, կարգ ու կանոնը եւ ժամ պատարակ չլինելը, շատ վաղ աշխատանքի գնալը եւ անհայտ ժամի վերադառնալը, նոր հիմա փորձում եմ համեմատել բժշկի եւ իր մասնագիտությունը։ Նմանություններ իհարկե տեսնում եմ, բայց կարծում եմ բոլոր այն մարդիկ, ովքեր ընտանիքում չեն ունեցել կամ մտերիմ շրջապատում բժիշկներ ամենօրյա չեն շփվել, երբեք չեն պատկերացրել ու չեն պատկերացնի մանավանդ վիրաբույժի պարագայում անկանոն գրաֆիկը, անկանոն օրը, ընտանիքի հետ չլինելը, մտերիմների հետ չլինելը, առիթներին հաճախ բացակայելը կամ կարևոր պահերին
թողնել գնալը, ես նույնպես այդ ամենը չեմ պատկերացրել ու երևի թե վիրաբույժի մասնագիտության ամենավատ կողմը հենց դա է։ Դպրոց գնացել եք 5 տարեկանից, 6 տարեկանում արդեն ձեր երազանքների մեջ եղել է բժշկի մասնագիտությունը։ Դուք ինքնամփոփ, չշփվող, լավ սովորող եւ կրթությունը որպես բարձր արժեք ընկալող երեխա եք եղել, որովհետև ձեր մայրը եղել է ուսուցչուհի եւ կրթությունը ընտանիքում եղել է բարձր արժեք։ Դպրոցը իհարկե գնացել եմ 5 տարեկանից, 6 տարեկանում հիմա կարող է չհիշեմ հստակ ինչի հետ էր կապված իմ միտքը, որ ապագայում պետք է դառնամ բժիշկ եւ անպայման վիրաբույժ։ Գիտեք, ես մտածում եմ, որ այդ տարիքում անպայման դրա հիմքում ընկած է լինում որևէ անձնական վառ զգացողություն կամ պատմություն։ Հավանաբար, բայց այս պահին Եթե ընտանիքում չկա բժիշկ, ուրեմն որևէ դիպված է եղել, որ մղել է դեպի այդ ուղղությունը։ հետաքրքիր մտորման առարկա կլինի իմ համար։ Հետ գնանք դեպի մանկության Փորձեմ պատմությունը։ վերհիշել կամ ծնողներս միգուցե ինձ հիշացնեն, բայց հստակ հիշում եմ, որ 6 տարեկանում ոչ թե ուզել եմ դառնամ բժիշկ, այլ ուզել եմ դառնամ բժիշկ վիրաբույժ։ Իհարկե չպատկերացնելով վիրաբույժի գործառույթները ամբողջ ծավալով, կյանքը եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերվում է ուսման կարեւորությանը, մայրս լինելով պատմության ուսուցչուհի, իմ եւ քրոջս շատ փոքր տարիքից մինչ դպրոց գնալուց սերմանել է այդ գաղափարը կրթության կարևորության։ Ես երբևէ չեմ հիշում դեպք, որ առիթ տված լինեմ մորս նամանավանդ այն առումով, որ մայրս եղել է նաեւ իմ ուսուցչուհին, իմ պատմության ուսուցչուհին, չեմ տվել ոչ մի առիթ գլուխը կախելու իմ վատ սովորելու առումով, քանի որ ուսուցչի զավակ էի, դա ինձ ավելի էր պարտավորեցնում, որ հանկարծ նույնիսկ ավարտական դասարաններում, երբ որ գիտեի, որ ընդունվելու եմ բժշկական համալսարան, պատմության դասերը բաց թողնեմ։ Բժշկական համալսարան ընդունվել եմ 15 տարեկանում, շատ կարճ հարմարվողական շրջանից հետո, քանի որ ես ծննդով Իջևանից եմ եւ ստիպված էի 15 տարեկանում տեղափոխվել Երևան առանց ծնողներիս, շատ կարճ ինքնուրույն հարմարվելու գաղափարը արմատավորվելուց հետո նույն կերպ ուսմանը վերաբերվել եմ նաև ուսանողական տարիներին, հետագայում նաև նեղ մասնագիտացման տարիներին ու իմ կարծիքով ուսումը անկախ դրանից ինչ ոլորտի մասնագետ լինենք, երևի թե հիմնաքարն է, անկյունակարն է ու թեկուզ հասարակ մի բան միջավայրում կայացած լինելու, հաճելի զրուցակից լինելու համար եւ անկասկած լավ նեղ մասնագետ լինելու համար։ 2014 թվականին դուք արդեն սկսեցիք ձեր նեղ մասնագիտացումը որպես անոթային վիրաբույժ, սկզբում Հայաստանում, այնուհետև Ռուսաստանի Դաշնություն։ Նոր միջավայր, դուք պիտի ծանոթանայիք, ադապտացվեիք այդ միջավայրին, պիտի հարմարվեիք, պիտի ձեզ ընկալեին եւ պիտի ձեզ վստահեին։ Ես կարծում եմ, որ դա ինչ որտեղ սթրեսային է, չէ՞ եղել ձեզ համար։ Նեղ մասնագիտացումս 14 թվականից սկսեցի Հայաստանի Հանրապետությունում, չնայած ի սկզբանե պլաններ ունեի շարունակել նեղ մասնագիտացումը սիրտ անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ Ռուսաստանի Դաշնությունում, սակայն 1 տարի ուսուցանելուց հետո եւ զուգահեռ նաեւ աշխատելուց հետո իհարկե իմ համար շատ լավ բազա էր հետագա ուսուցման համար, այստեղի ուսուցումը ու տեղափոխվելուց հետո թվում է թե դա ինչ Ռուսաստան շատ հեշտ կհարմարվես, նամանավանդ գնացել էի նույն քաղաք, որտեղ եւ երկար տարիներ ապրել էր հայրս, որոշակի պատմություններով եւ այլն ինձ ծանոթ քաղաք եւ նույն քաղաքում էր ուսուցանել նաեւ իմ ավագ գոլեգաներից մեկը եւ նաեւ իր խորհրդով գնացի, սակայն ամենի սկզբնական շրջանում այնքան լուսավոր ու պայծառ չէր, ինչքան ինձ կարող էր թվալ, քանի որ նոր միջավայր, օտար մարդիկ, օտար արժեքներ, օտար մոտեցումներ եւ հարմարվելու կարիք, որի համար ինձնից մի քանի ամիս պահանջվեց, նույնիսկ կային մտքեր հետ վերադառնալու ինչ որ մի փուլում, սակայն դժվար անցումային շրջանը հաղթահարելուց հետո հասկացա, որ գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին եւ իմ բախտը բերեց, որ իմ ուսուցիչները եղան շատ սրտացավ, ճիշտ արժեքներով ու ճիշտ մասնագիտական արժեքներով ապրող մարդիկ եւ առաջինը
ինձ չխանգարեցին կայանալ մասնագիտության մեջ եւ միևնույն ժամանակ շատ ամուր հենարան եղան ու այնքան էր ինձ տպավորել այդ վերաբերմունքը եւ այնքան էի հարմարվել միջավայրին, որ մտքեր կար հետագայում մասնագիտական գործունեություն ծավալել այնտեղ, սակայն հայրենիքը, ընտանիքը, ծնողները, կարոտը ինձ հետ կանչեցին։ Հիմա որ հետընթաց նայում եմ, երևի թե դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն էր հետ վերադառնալ։ Հետ վերադարձակ Հայաստան, բայց էլի այստեղ հարմարվելու բան կար։ Դպրոցները տարբեր էին եւ պետք է էլի հարմարվեիք, չէ՞, նոր պայմաններին։ Կամ հարմարվեին ձեր աշխատելավոճին։ Ի սկզբանե իհարկե պետք է ես հարմարվեի ներկա պայմաններին, վերադառնալուց հետո էլի իմ ավագ գոլեգաների շնորհիվ հանրապետական հիվանդանոցի մենք ստեղծեցինք պերիֆերիկ ներանոթային միջամտությունների կլինիկա եւ համատեղ ուժերով հասեցինք բավականին մեծ ծավալների, լավ հաջողությունների, սակայն իհարկե այդ հարմարողական process-ը շատ երկար չտևեց, որովհետև կարճ ժամանակ հետո պետք է գնայի հայրենիքիս նկատմամբ պարտքը տալու, պետք է գնայի պարտադիր զինվորական ծառայության ու դա նոր հարմարվելու շրջան էր, 2 տարի պետք է անցկացնեի Արցախի Հանրապետությունում, Ստեփանակերտ քաղաքում, կենտրոնական զինվորական հոսպիտալում, այն պարագայում, որ Արցախում լինելու է առաջին անգամ։ Սակայն այն մարդկանց խորհուրդը, որ հնարավորության դեպքում այդ 2 տարին անցկացնեմ Արցախում, ինձ ավելի կոփեց, ինքնուրույնացրեց եւ ես այնտեղ ունեցա իմ կյանքի 2 լավագույն տարիներից մեկը եւ մարդկանց հետ շփման եւ նոր ընկերների ձեռքբերման եւ կարող եմ վստահաբար եւ հպարտությամբ ասել, որ երևի թե իմ ամենաամուր ընկերությունը Արցախում ստեղծված ընկերությունն էր իմ գոլեգաների հետ հոսպիտալի։ Մենք կարող ենք ասել, որ դուք բոլորովին տրանսֆորմացված, դուրս եկաք այդ շրջանից։ Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն, Արցախ եւ հետ վերադարձ նոր փուլ կյանքի։ Դուք ինչ բնավորության, սովորույթի գծեր հայտնաբերեցիք այդ նոր փուլից հետո ձեր մեջ, որ ինքներդ էլ զարմացաք եւ կարող եք դրանով հպարտանալ։ Ի սկզբանե բժշկի մասնագիտության մեջ շատ կարևոր գործոն է պաշտպանված լինելը ավագ գոլեգայի կողմից։ Աշխատելուց տարիներին եւ Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում միշտ եղել են ավագ գոլեգաներ, որոնք անհրաժեշտության դեպքում թե խորհրդով, թե ձեռքի հմտությունով, թե ուղակի կողքս լինելով պաշտպանել են ինձ, սակայն ինքնուրույն աշխատելու տարիներից սկսած, այսինքն 17 թվականից սկսած երբ վերադարձա, հետո բանակ, հետո կրկին վերադարձ, երևի թե այդ 2 տարիների շնորհիվ բանակում անցկացնելու ամենակարևոր բանը, որ ես ձեռք բերեցի, դա առաջինը ինքնուրույնությունն է, իմ նեղ մասնագիտական ինքնուրույնությունն է եւ միևնույն ժամանակ ավելի կոլեգիալ լինելը, որովհետև որպես կանոն մենք հոսպիտալի ծառայելու տարիներին յուրաքանչյուր մասնագետից ունենք մեկական եւ շատ ժամանակ մեկս մյուսին օգնելով, իրար լսելով կարողանում ենք դուրս գալ շատ դժվարին թե պլանային, թե ոչ պլանային իրավիճակներից։ Ես կարծում եմ ձեռք բերեցի 2 կարևոր հատկանիշ ինձ համար, դա ինքնուրույն լինելը եւ միաժամանակ վստահելը։ Դուք ասացիք, որ հետ վերադարձաք հայրենիքը կանչեց եւ չմնացիք Ռուսաստանի Դաշնությունում, հետո էլի տարբերակներ ունեցել եք դրսում աշխատելու, բայց ընտրել եք Հայաստանը, ինչու։ Ապրելու համար Հայաստանից լավ տեղ չկա, իմ կարծիքով հայկական կոլորիտ, ընտանիքային ջերմությունը, ընկերական շրջապատը, որոշ դեպքերում շատ դժվար հարցերի հեշտ լուծումը, միշտ կողքդ մտերիմ մարդիկ ունենալը եւ քեզ հենարան լինելը այլ տեղ չկա։ Գիտեմ ոնց ավելի ճիշտ ձևակերպեմ, բայց ես միշտ ուզել եմ այն ինչ որ կարողանամ անել, արարեմ, անեմ իմ հողում եւ հայի համար։ Ու գնալով այդ միտքը թե մասնագիտական, թե տարիքային աճի զուգահեռ ավելի ամրապնդվում ու անկախ ամեն ինչից ես ինձ տեսնում եմ միայն Հայաստանում։ Ինձ համար չափազանց բարդ է պատկերացնել այդ պատասխանատվության մեծ բեռը, երբ դու ամեն րոպե գործ ունես մարդկային կյանքի հետ, ինչ է պահանջվում բժշկից, որ ինքը ամեն վայրկյան մտնում է այդ պատասխանատվության տակ։ Ինձ թվում է դուք գերմարդիկ եք։ Ես այդ հարցը ինձ տալիս եմ
երբեմն, որովհետև երբ որ առնչվում ես դժվար դեպքերի, բարդ վիրահատությունների, ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների հետ, միտք է առաջանում, ինչի ես մտա այս ամենի մեջ ու հասկանում ես, որ դու առանց դրա չես կարող։ Այսինքն մասնագիտությունը քեզ ամբողջությամբ կլանել է, կարող է ճիշտ չհնչի, բայց դու դարձել ես մասնագիտական թմրամոլ։ Հա, որովհետև հետաքրքիր տերմին ասացիք։ Երբ որ ես մնում եմ ինքս ինձ հետ ու հիշում եմ վիրահատանի ապրումները, հետվիրահատական շրջանի ապրումները, իմ երազները, որոնք որ հիշում եմ կապված են հիվանդանոցի հետ, ինչ որ դեպքերի հետ, հասկանում եմ, որ ես առանց այդ ադրենալինի չեմ կարող ապրել ու ես այդ տեսակի եւ քանակի ադրենալին այլ տեղից չեմ կարող ստանալ։ Երբեմն լինում է, որ գրում եմ արձակուրդ ու արձակուրդի 5-րդ օրը արդեն իմ մոտ սկսում է այսպես ասված հանման համախտանիշ, ռուսերեն ասած լոմկա, որովհետև ցանկանում եմ վերադառնամ վիրահատարան ու վիրաբույժը իմ կարծիքով էմոցիաներ այդ քանակի ստանալու եւ ծախսելու ավելի լավ տեղ, քան վիրահատարանն է, չունի ու միևնույն ժամանակ դու կարողանում ես օգտագործել քո թե մտավոր պոտենցիալը, թե ձեռքային պոտենցիալը, թե քո պլանավորման պոտենցիալը, թե քո շրջապատի մարդկանց պոտենցիալը մեկ նպատակի համար, դա այն մարդուն, որի կյանքը կամ կյանքի որակը քո ձեռքերում է, տանել ճիշտ ուղղությամբ։ Իր մասնագիտության նվիրված բժշկի համար շատ ավելի մեծ վարձատրություն, քան իր պատկերացրած ձևով ու ճիշտ ավարտին հասցրած հիվանդի բուժումից եւ այդ հիվանդի անկեղծ ժպիտից ու շնորհակալությունից ավելի բան չկա։ Իմ պատկերացման մեջ հստակ այդպես է։ Հիվանդը գալիս է ձեզ մոտ ģեր զգայուն վիճակով։ Այ ամենակարևորը հա բժիշկ-հիվանդ հարաբերությունը։ Այդ հարցը ունի մի քանի կոմպոնենտ, խոսքը մանավանդ մեծ վիրահատություններ պլանավորվող հիվանդների մասին է խոսքը, այլ ոչ թե կոսմետիկ կամ ավելի թեթև վիրահատությունների մասին։ Այդ հիվանդները որպես կանոն գալիս են ģերզգայուն վախեցած, անորոշության մեջ, շատ կարևոր կետերից է հիվանդին ճիշտ հասցնել իր ներկա վիճակի մասին ինֆորմացիան, որովհետև ներկա ժամանակ ինֆորմացիա հնարավոր է ստանալ շատ տարբեր աղբյուրներից, մանավանդ համացանցից, այդ ինֆորմացիան շատ դժվար է ֆիլտրել, շատ դժվար է ճիշտ աղբյուր գտնել ու շատ կարևոր է, որ հիվանդը, որը ներս մտավ բժշկի աշխատասենյակ, առաջինը ճիշտ ընկալի իր ներկա վիճակը, իր հիվանդությունը։ Երկրորդը իմ կարծիքով այդ նույն ընկալման որպես շարունակություն ազնվությունն է հիվանդի հետ, թե հնարավոր ելքերի հետ կապված, թե հնարավոր բարդությունների հետ կապված, թե չվիրահատվելու հետ կապված եւ շատ կարեւոր է ուղիղ եւ պարզ խոսքը։ Այսինքն երբեմն մենք տուրք ենք տալիս մասնագիտական խոսույթին ու հիվանդին կամ հարազատներին ծանրաբեռնում ենք ոչ իրանց համար ընկալելի, ոչ կարևոր ինֆորմացիայով, բայց դա ավելի է խճճում թե հիվանդին, թե իրավիճակը։ Այսինքն եթե մենք լինենք հիվանդի հետ պարզ, ազնիվ եւ ուղիղ խոսքով կարողանանք հասնենք իր վիճակի մասին ինֆորմացիան, հնարավոր ելքերի մասին ինֆորմացիան, երբեմն ազնվություն ունենանք եւ պարզ ասենք դեպքի անելանելի լինելու հետ կապված կամ ազնիվ լինենք եւ խոսենք մեր ունեցած բարդությունների հետ կապված, որովհետեւ երբեմն լինում են հիվանդներ, որոնք անընդհատ սպասում են, որ խոսես միայն լավի մասին, լավ ելքերի մասին, բայց կարևոր է, որ մարդ իմանա նաև հնարավոր բարդությունների մասին, բայց մենք միշտ շեշտում ենք, որ բարդությունների լինելու պարագայում մենք մինչև վերջին պահը կանգնած ենք հիվանդի կողքին։ Շատ կարևոր է բժիշկ, հիվանդ եւ հիվանդի հարազատներ թիմային աշխատանք։ Պարոն Հովակիմյան, իսկ այսօր Հայաստանում որոնք են ամենատարածված անոթային հիվանդությունները։ Անոթային հիվանդությունները որպես կանոն մենք բաժանում ենք գերակային եւ զարկերակային հիվանդությունների։ Եթե խոսենք գերակային հիվանդությունների մասին, դա վարիկոզ
հիվանդությունն է, լայնացած երակներն են, որը ինձ, այսպես ասած, ամենաքիչ ճակերտավոր հաճույք պատճառող եւ ադրենալին պատճառող միջամտությունը։ Հա, ես սիրում եմ զարկերակային վիրահատություններ, ավելի բարդ վիրահատություններ, ամենատարածված զարկերակային հիվանդությունները դա աթերոսկլերոզով պայմանավորված եւ շաքարային դիաբետով պայմանավորված անոթների նեղացումները եւ խցանումներն են, որոնք որպես կանոն բերում են բազմատեսակ բարդությունների, ամենամինիմալ կյանքի որակի խաթարումից մինչև վերջույթի կորուստ, ինսուլտներ եւ տարբեր օրգանների անհամատակարարման խանգարումներ։ Մյուս կարևոր խումբը դա անոթների լայնացումներն են, անևրիզմաներն են, ամենահաճախը որովայնային աորտայի անևրիզմաներն են, որոնք արդեն կյանքին վտանգ սպառնացող վիճակներ են եւ իմ համար կարող եմ ասել ամենաադրենալինային վիրահատություններն են։ Իսկ ինչու են դրանք այսօր այդքան երիտասարդացել։ Այս հարցը նույնպես բազմակոմպոնենտ է, իհարկե առաջնային տեղում դա ժառանգականությունն է, այսինքն անոթային բոլոր խնդիրները որպես կանոն ունեն ժառանգական մեծ դերակատարում, ծնողներից, պապիկներից, տատիկներից որոշ տոկոս դեպքերում փոխանցում են հետագա սերունդներին։ Մյուս կարևոր եւ հայ ազգի համար շատ ցավոտ կողմը դա ծխելն է, տարատեսակ, չգիտեմ, սիգարետներ, էլեկտրոնային եւ այլն շատ կարևոր չէ։ Երրորդը էլի թույլ կողմերից հայ ազգի դա կենսակերպն է, նստակյաց կենսակերպ, վատ սննդի, ճարպոտ սննդի չարաշահում, սակավաշարժ լինել, սպորտով չզբաղվել, այսինքն մենք կարող ենք 3 հիմնական մասի բաժանել, դա ժառանգականություն, ծխել եւ կենսակերպ։ Իսկ ինչպիսի նոր տեխնոլոգիաներ են այսօր կիրառվում անոթային վիրաբուժությունում։ Դա էնդովասկուլյար կամ ներանոթային վիրաբուժությունն է, որը Հայաստանի համար է ավելի շատ նոր, միջազգային պրակտիկայում բավական տարիներ, շուրջ 30 տարի արդեն կիրառվում են, չնայած որ գնալով փոփոխում են դրանց կիրառման ցուցումները, ավելի լայն շրջանակ ենք ստանում, զարգանում են գործիքները, կարող եմ հպարտությամբ ասել, որ նոր մաշբժշկական կենտրոնում, անոթային կլինիկայում կիրառում են հավասարապես ինչպես բաց, այնպես էլ ներանոթային մեթոդները եւ շատ ավելի հաճախ հիբրիդ միջամտությունները, դրանք երկու միջամտությունների համադրությունն է, որը հնարավորություն է տալիս կիրառել երկու միջամտությունների լավագույն կողմերը, այսինքն ռադիկալությունը եւ մինիմալ ինվազիվությունը, քիչ տրավմատիզացիան եւ այսպիսով հիվանդի համար ստանալ ավելի քիչ ռիսկային ու ավելի երկարատև արդյունք ապահովող միջամտություն։ Գնալով իհարկե եւ մեթոդները եւ մենք զարգանում ենք եւ փորձում ենք համահունչ քայլել միջազգային եւ գործիքակազմին եւ ուղեցույցներին։ Այսինքն պարոն Հավակիմյան, մենք կարող ենք ասել, որ Հայաստանում այսօր կարելի է ստանալ նույն կարգի, նույն մակարդակի բուժում, անոթային վիրաբուժության մասին է խոսքը, ինչ արտերկրում։ Մենք դա կարող ենք հպարտությամբ ֆիքսել։ Որոշ վերապահումներով այո, որովհետև երբեմն մենք կաղում ենք զուտ որոշ գործիքակազմի առումով, բայց վստահաբար կարող եմ ասել, որ երբեմն էլ այդ գործիքակազմի բացակայությունը ստիպում է մեզ իմպրովիզներ անել, մտածել, լավ պլանավորել ու ստանալ նույն արդյունքը, ինչ որ կստանայինք արտասահմանում, այլ ավելի կատարելագործված գործիքակազմի առումով, բայց կարող եմ վստահաբար ասել մեր նոր մաշբժշկական կենտրոնի ստատիստիկ տվյալներով, որ մեր ներվիրահատական հաջող արդյունքները, բարդությունները, միջամտությունների երկարատևությունը, այսինքն լավ արդյունքի պահպանվելու երկարատևության առումով մենք վստահաբար չենք զիջում եւ որոշ դեպքերում կարող է գերազանցենք միջազգային ընդունված ստանդարտներին։ Դուք բարդ վիրահատությունները նախապես քննարկելու, թիմային քննարկելու այդ սովորույթը ունեք, չէ՞, պրակտիկան։ Դա հեշտացնում է ամբողջ թիմի աշխատանքը, չնայած որ ծանրաբեռնվածության մեծացման զուգահեռ այդ քննարկման ժամանակը ավելի նվազում է, բայց փորձի ձեռքբերման զուգահեռ էլ մենք սկսում ենք իրար հասկանալ արդեն ավելի կարճ ժամանակում, կես խոսքից, բայց վիրաբուժության մեջ լավագույն արդյունք ստանալու առաջին կետը դա պլանավորումն է։ Ոչ թե ունենալ մեկ պլան, որից շեղման պարագայում ընկնենք ցայտնոտի մեջ, այլ ունենալ մի քանի պլան, որը մենք միշտ ունենք, ու երբեմն կարիք է լինում վիրահատության ժամանակ փոխել պլան A-ն պլան B-ով կամ պլան C-ով, բայց քանի որ մենք ունենք այդ 3 կամ ավել պլանները միշտ, այդ
փոփոխումը այնքան հարթ է տեղի ունենում, որ ոչ ժամանակային առումով, ոչ էմոցիոնալ առումով մենք, այսպես ասած, ոչ մի կորուստ չենք ունենում։ Դուք էմոցիոնալ մարդ եք, պարոն Հավակիմյան, ստացվում է վիրահատարանում վերահսկել էմոցիաները։ Վիրահատարանում, ինչպես կփաստեն իմ գոլեգաները, ես շատ վատ մարդ եմ, ճակերտավոր։ Հա, ձեր գոլեգաները ասում են, որ այդ բարի, խաղաղ, մեղմ մարդը վիրահատարանում դառնում է դիկտատոր։ Իմ դիկտատոր բառը ճիշտ է բնութագրում, թե չէ։ Ես վիրահատարում դառնում եմ շատ պահանջկոտ, շատ արագ մտածել պահանջող, շատ արագ որոշումներ կայացնող, չսիրող դանդաղկոտություն եւ չեմ սիրում եւ կարելի ասել ատում եմ, որ դիմացինս ինձ չի հասկանում։ Այսինքն միշտ ունեմ ավելին սպասելիքներ, քան իրականում պետք է որ լիներ, բայց միշտ թվում է, թե ինձ պետք է ամեն վարքյան հասկանան, բայց երբեմն էմոցիոնալ ու մեծ սպասելիքներ ունենալը սկսում է խանգարել։ Որ նշեցիք, որ վիրահատարանում այլ մարդ եմ, վիրահատարանից դուրս ավելի մեղմ եւ փափուկ, դեպք ունեցանք, որ իմ գոլեգաներից մեկը, որ նոր էր ընդունվել աշխատանքի, բայց շատ փորձառու բժիշկ եւ մենք վիրահատարում երբեք չէինք շփվել, շփվել ենք միշտ վիրահատարանից դուրս, մի օր մտավ վիրահատարան եւ տեսա, որ ես շատ էմոցիոնալ եւ այլը, հարցրեց ով է կարողացել այս հավասարակշռված մարդուն հունից անել, բոլորը ցենց զարմացած իրար նայեցին, հասկանալով որ այդ մեր գոլեգան ինձ երբևէ վիրահատարում չէր տեսել ուղղակի։ Ասացիք մեխանիզմը, հա, վիրահատարանում ձեր ադրենալինի ներհոսք, էմոցիաների սպառում։ Բայց ինձ հետաքրքրում է մի այսպիսի հարց. վիրահատարանում դուք որքանով եք գիտության մարդ եւ որքանով Աստծո եւ որքան է դրանց հարաբերակցությունը։ Կարծում եմ ցանկացած բժիշկ, վիրաբույժ, ինչքան էլ ինքը լինի հավատացյալ, լինի աթեիստ, չգիտեմ, շրջապատի համար, բայց երբ որ վիրահատարանում մնում է ինքը իր հետ, երբ որ հանդիպում է խոչընդոտի, դժվար իրավիճակի, դժվար որոշման, միշտ իր մեջ փնտրում է այդ հավատքը ու փնտրում է ինչ-որ մի օգնություն վերևից, Աստծուց։ Կարծում եմ այդ երկու կոմպոնենտը հավատքը եւ գիտությունը եւ ձեռքային հմտությունները քայլում են կողք կողքի։ Ինչ որ մի պարագայում մեկը գերակշռում է, մեկը ավելի թույլ տեղից է, բայց այդ երեք կոմպոնենտը միշտ երեքն էլ առկա են։ Գոնե լարված իրավիճակում, գոնե էքստրեմալ իրավիճակում։ Պարոն Հավակիմյան, այս երեկոյի ընթացքում մի քանի անգամ մենք խոսեցինք թիմի մասին։ Դուք ասացիք, որ դժվարությամբ ստեղծել եմ թիմը եւ այդ թիմի հետ իմ թիմային աշխատանքը քչացնում է նաեւ վիրահատությունների վրա ծախսվող ժամանակը, որովհետեւ մենք վիրահատարանում կես խոսքից հասկանում ենք իրար եւ ընդհանրապես քննարկումները, ամեն ինչ թիմային աշխատանքը նաեւ ինչ որտեղ կրճատում է ժամերը, հա, բայց նաեւ պատասխանատվությունն է, չէ՞, մեծացրել ձեր ուսուցչի դերը սովորեցնողի։ Թիմ գաղափարի մեջ միայն վիրահատական թիմը չէ, մեր մոտ անօթային ծառայությունը, այսպես կոչված բազմակոմպոնենտ է, բացի անօթային վիրաբույժներից մենք ունենք դուպլեքս հետազոտության մասնագետներ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, ադմինիստրատորներ, մեծ թիմը։ Հա, բուժքույրներ, անգիոգրաֆիկ սենյակի բուժքույր, ռենտգեն տեխնիկներ եւ այլն։ Թիմ գաղափարը, որ ես ի նկատի ունեմ, այդ բոլորը միասին նկատի ունեմ, որովհետև հիվանդի բուժումը կլինիկայում սկսվում է այն պահից, երբ ինքը մուտք գործեց անօթային կլինիկայի դռներից ներս, այսինքն հանդիպեց ադմինիստրատորին, որը նախ իրեն ճիշտ ուղղորդում է անօթային վիրաբույժի մոտ, հետո դուպլեքս հետազոտության մասնագետ, հետո կարիքի դեպքում նյարդաբան, էնդոկրինոլոգ եւ այլն եւ այլն։ Այդ բոլորը կազմում են թիմի, այսպես ասած, բաղկացուցիչ մասերը, որ մենք հավաքելուց լինենք լեգո, որի մի մասնիկի բացակայությունը դժվարացնում է կամ անհնարին է դարձնում ամբողջ կառույցի գործունեությունը։ Իսկ ինչ վերաբերում է ուսուցմանը, բժիշկ գաղափարի մեջ 3 կարևոր կոմպոնենտ կա, դա նախ մասնագիտական ունակություններն են, մարդ լինելը,
Ես խոսեցի ազնվության մասին, հիվանդի հետ շփման մեջ, գոլեգաների հետ շփման մեջ, եւ երրորդ կարևոր կոմպոնենտը դա ուսուցիչ լինելն է։ Այո, գիտելիք փոխանցել։ Այո, ես ունեմ որոշակի նաեւ իմ շահը, երբ որ ես սովորացնում եմ իմ գոլեգաներին, դրանով նաեւ իմ ծանրաբեռնվածությունն է որոշակի նվազում, բայց միևնույն ժամանակ էմոցիոնալ առումով շատ հաճելի է ու հպարտ ես զգում, երբ որ տեսնում ես մարդ, որին դու փորձել ես սովորացնել, ինքը ինքնուրույն քայլեր է անում եւ հասնում է ինչ-որ մի կետի, երբ ունի ինքնուրույն հիվանդներ, ինքնուրույն բարդ վիրահատություններ է անում, ինքնուրույն որոշումներ է կայացնում ու իմ կարծիքով ինչքան էլ դու լավ բժիշկ լինես, շատ մարդկանց օգնես, բայց տարիների պրիզմայում եթե նայենք, ապագայում եթե նայենք, սերունդների մակարդակով նայենք, դու հիշվելու ես քո թողած մասնագիտական սերունդի շնորհիվ։ Ու այդ առումով մեր կլինիկան Նորք Մարաշ հիվանդանոցը միշտ բաց է եղել ուսուցման առումով։ Դժվար թե գտնվի այնպիսի մարդ, որը որ կասի, որ իրեն մերժել են Նորք Մարաշում ուսուցման process-ի մեջ, մասնագիտական առումով աճի տեսանկյունից եթե նայենք, ավելի լավը դառնալու լավագույն ուղին դա կոնկուրենտ միջավայր ունենալն է։ Միանշանակ։ Որը որ կբերի այդ ձեր ասած քիչ առաջ որ խոսեցինք արտասահմանյան լավագույն անոթային վիրաբուժության կլինիկաներին համարժեք բուժօգնություն ցույց տալու։ Այո, որտեղ զարգացմանը նպաստող միջավայր է ստեղծվում եւ այդ առումով Նորք Մարաշը դարբնոց է։ Անոթային կլինիկան երևի ամենաերիտասարդ կլինիկան է Նորք Մարաշ բժշկական կենտրոնի ու շատերը չգիտեն, որ նույնիսկ Նորք Մարաշում կա անոթային կլինիկա, որովհետև Նորք Մարաշը միշտ ասոցացվել է սրտի հետ։ Պատկերացրեք ինչքան մեծ պատասխանատվություն է եղել անոթային թիմի համար գալ միտեղ, փորձել կայանալ եւ համապատասխանել այն բոլոր բարձր արժեքներին ու կրիտերիաներին, որը դրված է եղել Նորք Մարաշի ստեղծման հիմքում։ Պարոն Հավակիմյան, դուք նույն հաճույքով կատարում եք ղեկավարի աշխատանքը, ինչ հաճույքով մտնում եք վիրահատարան։ Իմ գտնվելու լավագույն վայրը դա վիրահատարանն է։ Եթե ես ինչ-որ մի պահի դուրս գամ վիրահատարանից, ես կկորցնեմ իմ եսը, իմ տեսակը ու կհիասթափվեմ ինքս ինձնից։ Պարոն Հավակիմյան, լավ բժիշկ լինելու համար դու պիտի պատրաստ լինես զողողության, որովհետև վատը չարժե լինել, առհասարակ վատ մասնագետ չարժե լինել, բժիշկ առավել ևս, բայց երբ դու ունես ընտանիք, պիտի այդ զողողության ընտանիքդ էլ պատրաստ լինի եւ ես կարծում եմ, որ ձեր կինը կիսում է այդ բեռը։ Ես այդ առումով կնոջից շատ շնորհակալ եմ բժշկի կյանքում, ինչպես նշեցիք, զողողություններ, դա առաջին հերթին ժամանակն է, այդ ժամանակի մեծ մասը ես կարող եմ ասել օրվա 2/3-ը անց ենք ասում հիվանդանոցում եւ շատ փոքրիկ մասը տանը, նույնիսկ ոչ աշխատանքային օրին, շաբաթ-կիրակի, արձակուրդի ժամանակ դու սպառված գնում ես տուն, ամբողջ օրը տունը չես եղել, էմոցիաներ չունես կիսելու, որովհետև այդ ամբողջը սպառել ես հիվանդանոցում, վիրահատարանում, հիվանդի եւ հարազատների հետ շփման ժամանակ եւ ամենակիչը, որ ուզում ես գնաս տուն եւ սկսես բացատրություններ տալ ուրեն էմոցիաներդ, բայց իմ բախտը այդ առումով բերել է, որ երբեք դրա կարիք չի եղել, իմ կնոջ պարագայում տեսնում եմ շատ լուրջ հենարան, ոչ միայն ինձ չի խանգարում մասնագիտական կայացման ճանապարհին, որտեղ ես դեռ շատ երկար ճանապարհ ունեմ գնալու իմ ուզած կետին հասնելու համար, այլ նաև պետք եղած դեպքում գոտեպնդում է, ուղղորդում է, այդ իմ չտված էմոցիաները ինքն է ինձ տալիս։ Շատ լավ, իսկ այդ ձեր ուզած կետին, երբ դուք հասնեք, ինչպեսին եք դուք ձեզ պատկերացնում։ Այդ ուզած իմ կետը անընդհատ ինձնից ավելի հեռանում է, որովհետև եթե ես հիշեմ ինչ էի ուզում 12 տարի առաջ, երբ որ մտնում էի մասնագիտության մեջ, ինքը շատ նման է վազքուղու արգելքներով, բայց այդ վազքուղին ավարտ չունի։ Անընդհատ արգելք, անցար արգելքը, մտածում ես վերջ, բայց դիմաց տեսնում ես եւս մեկ արգելք, ասում ես լավ, ես մեկն էլ անցնեմ ու կհանգստանամ, հետո այդպես շարունակ։ Երևի թե այդ հարցին ես պատրաստ չեմ պատասխանեմ, որտեղ է այդ ավարտը, որովհետև եթե կյանքիս այս հետապում այդ ավարտը տեսնեմ, ուրեմն ճիշտ ճանապարհով չեմ գնում, ճիշտ վազքուղու վրա չեմ։ Իջևանի բժշկական կենտրոնում ձեր աշխատելը
կարող ենք համարել, որ ինչ որ առումով դա պարտքի հատուցում է ծննդավայրին։ Իջևան բժշկական կենտրոն ես սկսել եմ գնալ 14 թվականից, ամենամեծ աշխատանքային փորձս իդեպ մեկ վայրում Իջևանի բժշկական կենտրոնում է։ Հիմնականում ես գնում եմ Իջևան բժշկական կենտրոն կիրակի օրերը որպես կանոն, այսինքն իմ միակ ազատ օրը, բայց միշտ շատ մեծ հաճույքով, որովհետև շատ մեծ դեր ունի հարցի էմոցիոնալ կողմը։ Պացիենտների շատ մասին կամ շատ մասի հարազատներին ես ճանաչում եմ, կյանքի ինչ որ մի փուլում հանդիպել եմ, պացիենտները ճանաչում են ինձ, իմ ծնողներին ու նաև մեծ էմոցիոնալ բավարարվածություն եմ ստանում, երբ որ կարողանում եմ օգնել հենց Իջևանի բնակիչներին, որովհետև ես ինչքան էլ որ իմ կյանքի կեսից ավելին ապրել եմ Իջևանից դուրս, ես ամբողջ արմատներով, ողնուծուծով իջևանցի եմ եւ շարունակելու եմ մնալ նույն կերպ։ Շատ շնորհակալություն, պարոն Հավակիմյան, շատ հետաքրքիր զրույցի համար ու թերևս երեկոյի ամենավերջին հարցը։ Դուք ասացիք, որ շատ կարևոր 2 տարի ձեր բանակային օրերը անցկացրել եք Արցախում, 44 օրյային դուք եւս մեկնեցիք Արցախ, նայեցիք մահվան աչքերին եւ փրկեցիք կյանքեր։ Եվ առհասարակ դուք ամեն օր եք փրկում կյանքեր։ Ինչ զգացողություն եք ունենում, երբ փրկում եք կյանք։ Վիրաբույժությունը միշտ նմանեցրել եմ արվեստի ինչ-որ մի ճյուղի, երբ որ արվեստագետը մնում է իր քանդակի հետ, իր նկարի հետ մենակ եւ փորձում է իր պատկերացրածը հանձնել քարին, հանձնել կտավին, նույն կերպ վիրաբույժը իր պատկերացրածը, իր գիտելիքը, իր ձեռքերը, կարող եմ ասել, վիրահատությունը դառնում է վիրաբույժի ստեղծագործությունը։ Ինչքան հպարտությամբ եւ էմոցիաներով է նայում քանդակագործ իր քանդակին, արդեն ավարտուն վիճակում, շատ կարեւոր է, որ ինչպես է շրջապատի համար քանդակը զուտ քանդակ է, այսինքն ինչպես շրջապատի համար պացիենտի փրկված կյանքը դա փրկված կյանք է ուղղակի, բայց ոչ մեկ չի տեսնում այդ սկզբից մինչև այդ փրկված կյանք ճանապարհը, ինչքան ժամանակ, ջանք, էմոցիա, միգուցե սպիտակ մազեր, թափված մազեր, ինչպես իմ պարագայում, կյանքի րոպեներ, ժամեր, տարիներ են ծախսվել այդ մարդուն ոտքի կանգնացնելու, փրկելու, ժպիտը տեսնելու։ Մի հատ կարևոր ասույթ ունեմ իմ համար, ամեն մի պացիենտի դեմքի հետևում թաքնված է մի հատ հետաքրքիր կյանք, ապրումներ, տարիներ, որը բժիշկը, վիրաբույժը պարտավոր է պահպանել։ Կարծում եմ դրանից լավ զգացողություն, չգիտեմ ինչի հետ համեմատեմ, ինչ-որ մի առաջնային էմոցիայի հետ երևի, ինչ-որ առաջնային հիշողության հետ, քո երեխայի ծնվելը, առաջին խոսալը, չգիտեմ, ծնողների ժպիտը, հպարտությունը, այն նմանատիպ էմոցիա է, երբ որ դու կարողանում ես ինչ-որ մեկ այլ մարդու, որին դու չես կյանք տվել, բայց կարողանում ես իր կյանքը պահպանել։ Կարող եմ ասել, որ մենք որոշակի փորձում ենք խառնվել Աստծո գործերին, երկարացնելու իր արարածի կյանքը ուղղակի։